Ամրոն հաղորդումն է կրկին եթերում բարև ձեզ ժամայեմի տաղավարում այսօր դաշնակցության պատգամավոր Արծիկ Մինասյանն է, ում հետ քննարկելու ենք վերջին ներքաղաքական զարգացումները։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Պարոն Մինասյան, երեկ տեղի ունեցավ խորհրդարանական ուժերի հանդիպումը կառավարության նոր ղեկավարի հետ, որին միայն ՀԱԿ-ը չմասնակցեց։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվեց կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը։ Դուք ինչ տպավորություն ստացաք հանդիպումից եւ ըստ ձեզ Հովիկ Աբրահամյանը ինչ ճանապարհով կգնա։ Իսկապես երեկ ազգային ժողովի 5 խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ նորանշանակ վարչապետի հետ։ Հիմնական թեման կൂട്ടակային կենսաթոշակային համակարգին էր վերաբերում եւ դրա պարտադիր բաղադրիչը սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական ճանաչվելուց հետո հետագա զարգացումներին։ Տպավորությունս այն է, որ թե վարչապետը եւ թե նաեւ մի քանի այլ անձինք, ովքեր որ ներկա կառավարությունում կան, այդ թվում նաեւ Դավիթ Հարությունյանը, քաչ պատկերացնում են ստեղծված վիճակը, ամբողջությամբ ընկալում են առկա խնդիրը, մասնավորապես այն, որ որպեսզի հետագայում բարեփոխումները հնարավոր լինի շարունակել հանդուրժողականության եւ բարեկրթության միջավայրում, անհրաժեշտ է ձևավորել այսօր վստահության անհրաժեշտ պաշար։ Իսկ այդ անհրաժեշտ պաշարը ձևավորելու համար խիստ կարևոր է թե դեմ եմ շարժման եւ թե նաեւ քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված մոտեցումները իրացնել այս փուլում։ Իսկ դրանք հիշեցնեմ 3 հիմնական պահանջներ էին։ Առաջինը պարտադիր է վերացել կամավորի մինչեւ սահմանադրական դատարանի որոշմամբ նախատեսված ժամկետի ավարտը, երկրորդը հնարավորություն տալ այն քաղաքացիներին, ում գումարները պահվել են առանց իրենց ցանկության, իրենց կամահայտնության, նրանք հետ ստանային այդ գումարները, եւ երրորդը գործատուների համար որևէ արհեստական եւ տեխնիկական խոչընդոտներ չստեղծեին պարտադիր կൂട്ടակային վճարների համակարգի եւ եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունների միասնական համակարգի համատեքստում։ Տպավորությունն նաեւ այն էր, որ վարչապետը քաչ հասկանալով այս ամենը պատրաստակամ է օրենսդրական լուծման առաջարկի։ Այսօր արդեն իսկ հրապարակվեց վարչապետի հայտարարությունը եւ նաեւ հրապարակվեց նախագիծը։ Պետք է ասեմ, որ վարչապետի հայտարարությունը ամբողջությամբ համապատասխանում է երեկվա քննարկման տրամաբանությանը, ինչին ցավալիորեն չի համապատասխանում այն նախագիծը, որ ներկայացվում է պարլամենտ։ Այսինքն ինչ նկատի ունեք։ Նախագիծ վարչապետը ասաց, որ դե ֆակտո պարտադիր կൂട്ടակայինը կասեցվում է, այսինքն ըստեյության այն դառնում է կամավոր, երկրորդ պատրաստ է բոլորի հետ քննարկում իրականացնել, որպեսզի նոր համակարգը լինի առավել ընդունելի բոլոր շրջանակների համար, այդ թվում նաև դեմ եմ շարժման եւ քաղաքական ուժերի կողմից։ Երրորդ կարևոր հաստատումը, որ կենսաթոշակային բարեփոխումները պետք է ապահովեն բոլոր սերունդների արժանապատիվ կենսաթոշակ, այլ ոչ թե մի առանձին սերնդի վերցված։ Իսկ ինչն է տարբերությունը նախագծի հետ։ Հենց դրան եմ գալիս, իսկ նախագծով փաստացի կասեցվում է միայն պատասխանատվության նորմը։ Բայց նախորդ հայտարարվել էր, չէ՞, այդ մասին։ Ըստ էության պատասխանատվության նորմը կասեցնելով ճիշտ է, որ լուծվում է այն հարցը, որ որևէ գործատու իրավունք չունի առանց աշխատակցի համաձայնության նրա գումարները փոխանցել կൂട്ടակային ֆոնդեր, այսինքն դա այն դառնում է դե ֆակտո կամավոր, բայց լուծված չէ թվարկված մյուս երկու խնդիրները։ Այն է, որ այն քաղաքացիները, որոնց գումարները հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պահվել են, այդ քաղաքացիները հնարավորություն չեն ստանում գումարները հետ վերցնելու։ Եվ երկրորդը տեխնիկական խնդիրը դեռևս լուծված չէ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի մակարդակում։ Ճիշտ է, որ սա ենթաօրենսդրական ակտով պետք է լուծվի, բայց օրենքի տրամաբանությունը կառուցված է այն մոտեցման վրա, որ այնուամենայնիվ նման պարտավորություն կա։ Պարզապես այդ պարտավորությունը չի կատարվի, քանի որ դրան նախատեսվող սանկցիան է կասեցվում։ Սա չի համապատասխանում հայտարարության ոգուն։ Դուք այդ հարցը բարձրացնելու եք ազգային ժողովում։ Այո, եւ ոչ միայն բարձրացնելու եմ, ես արդեն այսօր ունեցել եմ հեռախոսազրույց պարոն Դավիթ Հարությունյանի հետ էլ, պարոն վարչապետի հետ էլ։ Մենք հիմա մտածում ենք ինչպես անել, որպեսզի հասարակության մեջ անհրաժեշտ վստահությունը, պաշարը
ամենաբարձր գագաթնակետին հասցվի, այլ ոչ թե պարզապես միայն հայտարարություն։ Պարոն Մինասյան, դուք ասացիք, որ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը ամբողջությամբ համապատասխանում էր այն ոգուն, այսպես ասած խոսակցության, որը տեղի ունեցել 3։ Սակայն մի շատ հետաքրքիր ձևակերպում կար հենց այսօրվա հայտարարության մեջ, ասվում էր, որ կենսաթոշակային այս բարեփոխումը պետք է արվի պարտադիր, բայց ոչ պարտադրված։ Դուք որպես այս խնդրի մեջ բավականին շատ քննարկումների մասնակցած եւ ումնասիրած, ինչպես եք դա հասկանում, այսինքն ինչ է սա նշանակում։ Ես սա հասկանում եմ շատ ուղղակիորեն, որ մենք պարտադրված ենք, ավելի ճիշտ պարտադիր է, որ կենսաթոշակային բարեփոխում պետք է լինի, բայց պարտադրված չի, որ քաղաքացին անպայման պետք է կրի իր վրա այնպիսի մի բեռ, որ համահունչ չլինի իր կենսամակարդակին, համահունչ չլինի այսօրվա ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Քանի որ կա մոտավորապես 10-ից ավելի մոդելներ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի փոխարինման համատեքստում, եւ այդ մոդելների մի քանիսի մասին խոսել է նաեւ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ, նշել է դրա մասին։ Սա վերաբերում է հետեւյալին, բաղադրիչը այն տեսքով, ինչ տեսքով որ կար մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, այլևս չի կարող լինել, բայց մյուս կողմից չի կարող չլինել այնպիսի մի մոդել, որը կլուծի կենսաթոշակառուների արժանապատիվ կենսաթոշակի հարցը։ Թե ինչ մոդել կընտրվի, որտեղ որ քաղաքացին կմասնակցի որոշակի իր եկամտից մասանում կատարելով, սա ապագա քննարկվելիք հարցն է։ Դրա լուծումներից մեկը սոցիալական պարտադիր վճարների համակարգն է, որը հիշեցնեմ, այսօրվա եկամտային միասնական հարկի մեջ արդեն կա։ Եվ Սահմանադրական դատարանը խնդիր է դրել, որ եկամտային հարկը, որ միավորել է մեխանիկորեն նախկին եկամտային հարկը եւ սոցիալական պարտադիր վճարները, ըստ էության կորցրել է իր իմաստը։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ եթե անգամ սոցիալական պարտադիր վճարի գաղափարը պետք է մտնի, նշանակում է այսօրվա եղած եկամտային հարկը պետք է վերանայվի իջեցման ուղղությամբ։ Եկամտային միասնական հարկի մեջ մոտավորապես 5-6% այսօր նախկին սոցիալական ապահովության պարտադիր վճարներն են։ Հետևաբար, եթե մենք անցնում ենք նախկին համակարգի, նշանակում է սրանք պետք է տարաբաժանվեն իրարից, առանձնացվեն, եկամտահարկը պետք է առանձին գործի, սոցիալական պարտադիր վճարը առանձին գործի։ Տարբեր սխեմաներ կան, հիմա ուսումնասիրությունները անհրաժեշտ կատարվում են այդ ուղղությամբ, օրինակ դեպքերից մեկը հետևյալն է, որ սոցիալական պարտադիր վճարը, որը չպետք է ավելին լինի, քան օրինակ եկամտային այսօրվա միասնական հարկի ընդհանուր մակարդակն է, սա պետք է ուղղվի պետական բյուջե, ինչի մասին ասվել է Սահմանադրական դատարանի որոշման մեջ, բայց քաղաքացուն ընտրության հնարավորություն է տրվում։ Եթե դուք մասնակցում եք մասնավոր ֆոնդի միջոցով, այդ դեպքում նաև բյուջեն է աջակցություն ցուցաբերում ձեզ։ Եթե մնում եք միայն բյուջետային աջակցությամբ, այդ դեպքում բյուջեն երաշխավորում է, որ ձեր գումարները ձեր վճարածին համապատասխան այդ պահին, երբ որ կգնաք կենսաթոշակի, ֆոնդում եղած միջոցները ձեր բաժնին համապատասխան վերաբաժանական եք տրամադրված, որ կլինեն այնպիսի լուծումներ, որից քաղաքացին չի դուժի կամ բողոք չի արթնանա։ Լավատեսությունը նաև պետք է ուղեկցվի կոնկրետ պահանջները եւ ցանկությունները հստակ իրացնելով։ Ես այսօրվա վարչապետի մեջ տեսնում եմ այդ հնարավորությունը, բայց թե կյանքը ցույց կտա, թե ինչքան պատրաստ կլինի կառավարությունը այդ լավատեսությունը կյանքի կոչելու համար։ Պարոն Մինասյան, մյուս հարցը, որը այս միջև վերջի 2-3 օրը քննարկում էր, դա դաշնակցության որոշումներ, կմտնի կոալիցիա, թե չի մտնի, դուք ըստ էության հայտարարեցիք, որ չեք մտնում կոալիցիա, չնայած որ ձեր հրապարակած որոշ կետեր իշխանությունը պատրաստ է իրականացնել, ինչու նման որոշում կայացվեց։ Նախ ասեմ ընդհանրապես քաղաքական ուժերի առումով մեր հասարակության մեջ ավելի շատ տրվում է գնահատական ձևին, քան թե բովանդակությանը, ցավալիորեն եմ սա արձանագրում։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ հետևյալը, ի վերջո մեր նպատակը մեր առաջադրած առաջնահերթությունների իրականացնում է երկրում։ Հիշեցնեմ, դա ձևակերպված է 7 հիմնական կետերով այս պահին եւ յուրաքանչյուրի տակ կա կոնկրետ առաջարկներ եւ այդ առաջարկները ներկայացված են եղել նաեւ հանրապետության նախագահին։ Այո, նախագահը ընդունել առաջարկների մի մասը, էական մեծ մասը, բայց սկզբունքային երկու առաջարկությունների վերաբերյալ կան վերապահումներ։ Այնպես չի, որ չի ընդունվել, վերապահումներով է ընդունվել։ Դիմություն թե ընդդիմությունը դա մարտավարություն է, քո նպատակներին հասնելու համար։
Մինչդեռ այսօրվա պահանջարկը, պահանջվածը անպայման մարտավարությունը դարձնել ռազմավարություն, այսինքն նաև քաղաքական առանձին ուժերի պահանջի կոնտեքստով եմ այս ասում, հիմա իշխանություն եք, թե ընդդիմություն եք մնում, գնում եք իշխանություն, թե ընդդիմություն, բայց սրանք չպետք է այդպիսի սրությամբ դրվեն այդ հարցերը։ Ճիշտ է, որ մենք հիմա հայտարարեցինք, որ մենք ընդդիմությունում ենք, բայց դրանից հասարակությունը վստահաբար կարող է նաև տուժել։ Ես սա ասում եմ բոլոր քաղաքական ուժերի առումով ևս, չէ որ դիմությունը կամ ընդդիմությունը քո նպատակներին հասնելու միջոց պետք է լինի, իսկ նպատակը հետևյալն է, որքանով է իրացվում քո առաջնահերթությունը։ Օրինակ, սոցիալ-տնտեսական քաղաքականության, հակամենաշնորհային քաղաքականության, իշխանություն եւ ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ ձևավորելու երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Սրանք իմ ռազմավարական նպատակներն են, որոնց հասնելու համար ես կարող եմ գործադրել ցանկացած դիրքորոշում, որը կապահովի այդ նպատակներին ավելի շուտ հասնելը։ Եվ հիմա մենք այո հայտարարեցինք, որ մենք շարունակելու ենք գործել ընդդիմադիր դաշտում, բայց այնքանով, որքանով որ նպաստելու ենք երկրի պետականության ուժեղացմանը, ոչ թե այս կամ այն անձին կամ քաղաքական ուժին, այլ երկրում հիմնարար բարեփոխումներ, համակարգային եւ ամբողջական իշխանափոխության համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Իսկ այդպիսի համակարգի ձևավորումը մենք տեսնում ենք սահմանադրական բարեփոխումների մեջ, ինչը ցավալիորեն այսօր շատ ուժեր, այդ թվում նաև ոչ իշխանական ուժերից չեն տեսնում։ Կան շատ մարդիկ, որ պնդում են, նախ Հայաստանում այս պահին չկա սահմանադրական ճգնաժամ կամ այս իշխանությունը չէ, որ պետք է լուծի այդ խնդիրը, եւ երկրորդը նշվում է, որ այն այսպես ասած նախագիծը, որը ներկայացվել է, ոչ թե նպատակ ունի իսկապես փոփոխություններ իրականացնել համակարգային, որպիսի դա ավելի նպաստի երկրի կառավարման առավել արդյունավետ մոդելին, այլ ուղղակի նպատակ ունի հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ վերարտադրվել, արդեն ոչ թե նախագահի կամ վարչապետի, այլ ազգային ժողովի նախագահի կարգավիճակով։ Այսինքն հստակ այդ նպատակն է հետապնդում։ Դուք չունեք նման մտավախություն, որ իսկապես կա այդպիսի խնդիր։ Ես փորձեմ օբյեկտիվ լինել։ Այն, որ սահմանադրական փոփոխությունները մեր երկրում հասունացել են, ես միանշանակ գտնում եմ, որ հասունացել են։ Ինչ առումով։ Այն առումով, որ հասարակության կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր, այդ թվում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը, մենաշնորհների դեմ պայքարը, անկախ դատական համակարգը, քաղաքացիների իրավունքի սահմանադրությամբ նշված, սակայն չերաշխավորված իրացման համակարգը կամ տոտալիտար համակարգի ձևավորման հիմքերը, կամ որ նույնն է, այսպես ավելի հստակ ասեմ, ելնելով նաև հենց կուտակայինի պայքարի շրջանակներում, քաղաքացիական շարժումների դժգոհության պատճառը, այն որ քաղաքացիները չեն մասնակցում որոշումների կայացմանը, այս բոլոր գործողությունները, պահանջները հասարակության կողմից նշանակում է, որ մենք ունենք սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն։ Կա արդյոք այդ մտավախությունը թե ոչ։ Իհարկե այդ մտավախությունը, որ իշխանությունը կարող է ցանկանում է վերարտադրվել, այդ մտավախությունը կա բոլոր ժամանակներում եւ բոլոր իշխանությունների պարագայում։ Եվ հետեւաբար խնդիրը նա պետք է լինի, որ ոչ թե մերժել սահմանադրական փոփոխությունները, այլ այդ սահմանադրական փոփոխությունների մեջ իրացնել այնպիսի նորմեր, որպեսզի թույլ չտաս, որ հենց այդ վերարտադրությունը տեղի ունենա։ Սա է նրբությունը եւ տարբերությունը մեր եւ այլ ուժերի կողմից։ Երրորդ հաստատումն էլ իմը ասեմ նոր։ Ինչն է հրապարակվել։ Հրապարակվել է հայեցակարգի նախագիծը։ Փոխանակ մերժելու այդ նախագիծը անհրաժեշտ է նախագծի վերաբերյալ նախ առաջարկություններ ներկայացնել, ծանոթանալ, ուսումնասիրել եւ բոլոր այդ մտահոգությունները փարատելուն ուղղված առաջարկներ ներկայացնել։ Երբ որ իշխանությունը կհրաժարվի այդ առաջարկները իրացնելուց, նոր կարող ենք նման պնդումը անել։ Այսօր ընդամենը նախագիծ, հայեցակարգի նախագիծը երբ հրապարակվել է, նշվածս ուղղություններով, հա, այդ նաև կառավարման համակարգի անցնելու տեսակետից, բայց միանգամից գնահատական է հնչեցվում, երբ որ դա հայեցակարգի նախագիծ է, սա մեր համար ընդունելի չի, ընկալելի չի։ Ներկայացվածի վերաբերյալ դուք չունեք վերապահումներ։ Մենք ունենք բազմաթիվ առաջարկություններ, սկսած նրանից, որ մի շարք հարցերում ձևակերպումները հեղեղուկ են, ավարտված նրանով, որ մի շարք հարցեր պարզապես անտեսված են։ Հիմա մեր առաջարկությունների փաթեթը, երբ որ մենք կդնենք սեղանին, եւ կտեսնենք, որ իշխանությունը ընդունում է թե չի ընդունում, դրանից հետո նոր մենք մեր եզրակացությունը կանենք, իշխանությունը ինչ նպատակ է հետապնդում, բայց առանց նման առաջարկներ ներկայացնելու, ինչպես կարելի է ելնել ու միանգամից հայտարարել նման բան, որ իշխանությունը ուզում է վերարտադրվել։ Իհարկե այդ մտահոգությունը բոլորիս մեջ էլ կա, չէ՞, բայց այդ մտահոգությունը փարատելու համար նախ քայլ պետք է անել, ներկայացրակո առաջարկությունները
ու տես իշխանությունը կընդունի, թե չի ընդունի, եթե չի ընդունի այդ առաջարկությունը, ուրեմն ձեր ենթադրությունը ճիշտ կարող է լինել։ Բայց եթե ընդունեց, այդ դեպքում պատասխանը որն է։ Պարոն Մինասյան, ձեր օրինակ բերեմ, հիմա նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու երկրի նախագահի, իսկ եթե անցնի կառավարման խորհրդարանական համակարգի, նաև վարչապետի պաշտոններում։ Սա սահմանադրության անցումային դրույթներում իրացվող նորմ է, առանց որևէ խնդրի։ Հիմա եթե մենք Բայց նա չի տվել ազգային ժողովի նախագահի անունը։ Շատ բարի։ Եթե հիմա մենք իմիջայլոց ստել նուրբ հարց կա, ասեմ նուրբությունը որտեղ է։ Բոլորը տեղափոխում են հարցը խորհրդարանական կառավարման համակարգի մեջ արհեստականորեն թիրախ դարձնելով խորհրդարանական կառավարման համակարգը։ Բայց այն մարդիկ, ով ծանոթ են այս հայեցակարգի նախագծին, գիտեն, որ կենտրոնական տեղում այսօրվա եղած կիսանախագահական համակարգը բարեփոխելու տարբերակն է։ Իսկ որպես հնարավոր լուծումներից մեկը խորհրդարանական կառավարման համակարգը։ Ինչու ենք մենք ածանցվող հարցը դարձնում գլխավոր հարց։ Իմ ավարտեմ միտքս, շատ կարևոր միտք է սա։ Եվ երբ որ մենք արհեստական թիրախ ենք դարձնում խորհրդարանական կառավարման համակարգ, ինչին դաշնակցությունը բազմաթիվ տարիներ է պնդում է, ինչին շատ այլ քաղաքական ուժեր ասում էին, պնդում էին, որ այս համակարգը պետք է լինի, այսօր արհեստական թիրախ է դարձել։ Եվ եթե այդ մտահոգությունը կա, որ անգամ նա պետք է հայտարարի, որ օրինակ չպետք է լինի նաև ազգային ժողովի նախագահ, շատ պարզ լուծում կա դրան։ Առաջարկենք անցումային դրույթներում սահմանադրական փոփոխությունների, որ նաև չէ կարող պատգամավոր առաջադրվել։ Հարցը կփակվի դրանով։ Ուզում ասեմ, երբ որ այս առաջարկները մենք չենք ներկայացնում, ու միանգամից ենթադրություններ ենք անում, հավատացեք, տրամաբանությունից թույլ է, տրամաբանությունից կաղում է։ Պարոն Մինասյան, դուք մեկ այլ առաջարկ եք ներկայացրել, որը ձեզ համար եւս սկզբունքային էր, խոսքը համամասնական համակարգի անցնելու մասին է։ Ըստ ձեզ այս հարցը կլուծվի։ Ես կարծում եմ, որ սա բանակցությունների փուլում գտնվող հարց է եւ անպայման այս համանդրական փոփոխություններով մենք պետք է փորձենք իրացնել։ Այ դրա մեր առաջարկը ներկայացնելու եւ իրենց կողմից ընդունման չափաբաժնին համապատասխան մենք կարողանանք եզրակացություններ անել։ Օրինակ, եթե մերժեն դա, կնշանակի, այո, իշխանությունը ուզում է ամեն գնով վերարտադրվի։ Եթե իրացնեն մասնակիորեն, մենք այդտեղ արդեն պետք է գնահատենք։ Ինչն է պատճառը, որ ամբողջությամբ չի իրացվում առաջարկը։ Եթե պատճառը տրամաբանական օբյեկտիվ է, օրինակ, փաստարկներից մեկը որն էր, որ 100% անմասնականին չէին անցնում, ասում են տարածքները ներկայացված չեն լինում։ Եթե մենք այնպիսի մի մեխանիզմ ենք առաջարկում, որ տարածքները ամբողջությամբ ներկայացված է լինում, միաժամանակ համամասնական տրակարկն է որդեգրվում, եւ 100%-ն է լինում է համամասնական տրակարկ, նշանակում է այդ կասկածները արդեն փարատվում են։ Բայց եթե մենք մերժում ստանանք նաեւ այս դեպքում, արդեն կարող ենք նման եզրակացության գալ, որ իշխանությունը ուզում է ամեն գնով պահպանել իր իշխանությունը։ Պատրաստ չէ ժողովրդավարական կանոնների անցման։ Բայց այսօր ես նման պնդում չեմ կարող անել։ Դա նույնն է, որ Այսինքն կարելի ասել, որ դուք ուղղակի սպասման մեջ եք։ Ոչ, մենք ակտիվ գործունեության մեջ ենք, իսկ այդ ակտիվ գործունեությունը արտահայտվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեր մասնագիտական խմբի աշխատանքով։ Աշխատում ենք մենք, որպեսզի պատրաստենք ամբողջական փաթեթ եւ մեր առաջարկությունները ներկայացնենք։ Այ առաջարկությունների ներկայացման եւ դրա վերաբերյալ իշխանության ու մասնագիտական հանձնաժողովի տեսակետներից հետո կներկայացնենք մեր արդեն վերջնական եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Բայց հիմա մենք համարում ենք շատ կարևոր սկզբունքային հարց։ Երկրում սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն ունեն եւ հակադրվում ենք բոլորեն անձանց ու քաղաքական ուժերի հետ, ովքեր ասում են, որ այսօր նման հրատապություն չկա։ Ասում են նաեւ, որ այս իշխանությունը չէ, որ պետք է այդպես զբաղվի այդ հարցով, քանի որ օրինակ բնակության որոշ հատված Իսկ որ իշխանությունը պետք է անի։ Ես ասում եմ ուղղակի հարցադրում։ Ես էլ իրենց եմ հարց ուղում տալ, որ գիտեք ինչ ասեմ, որովհետև այստեղ սկզբունքային հարց կա։ Երբ մենք ասում ենք համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն, տարբեր մեթոդաբանական ընկալում է։ Մի մասը քաղաքական ուժերի եւ գործիչների ասում է, այդ համակարգային իշխանափոխությունը կարող եմ իրականացնել միայն ես։ Ես կգամ իշխանության, նոր կփոխեմ սահմանադրությունը։ Մենք էլ ասում ենք, որևէ երաշխիք չկա, որ եթե իշխանությունը հրեշի տեղն է, հրեշին սպանելով դու ինքդ հրեշ չես դառնա։ Որևէ երաշխիք չկա դրանում։ Ով պետք է դա դիտի։ Դրա համար շատ կարևոր խնդիր է։ Համակարգային եւ ամբողջական իշխանափոխությունը սկսվում է երկրի պետական կառավարման համակարգի համակարգային ընկալումից։ Սահմանադրական փոփոխությունները դրա առաջին փուլն են։ Փորձենք համախմբվել եւ մեր պահանջները համակարգի մակարդակով իրացնել սահմանադրական փոփոխություններում։ Դրանից հետո տեղի կունենան արդեն սահմանադրությանը համապատասխան ընտրական
նոր գործընթացներ, որի արդյունքում նաև անձը կփոխվի։ Պարոն Մինասյան, ձեր որոշ գործընկերներ հենց մեր տաղավարում քառակի շրջանակներում ես նկատի ունեմ, նշեցին, որ կա նաև հավանականություն, որ այս համանդրական բարեփոխումների նախագիծը բերվել է նաև այսպես ասած քառյակը քանդելու նպատակով, քանի որ պարզ հայտնի է, որ դուք կողմ եք խորհրդարանական համակարգին, օրինակ ՀԱԿ-ը կողմ է կիսանախագահական համակարգին, այսինքն նպատակն է, որպեսզի այսպես քանդվի քառյակը։ Նման հավանականություն նման մոտեցումը կամ նման ցանկությունը ես չեմ բացառում իշխանության կողմից։ Հիմա մեր խոհեմությունն է, այդ թվում նաև քառյակի մյուս ուժերի, ովքեր որ պետք է այդքան բանը գիտակցելով հանդերձ, փորձեն ընդհանուր եզրի գալ, ընդհանուր մոտեցման գալ։ Հիմա տեսեք, դաշնակցության համար կառավարման խորհրդարանական համակարգը ոչ 1 տարվա, ոչ 2 տարվա եւ ոչ այդ պահի ազդեցությամբ առաջ քաշված մոտեցում է, հա։ Սա 20-24 տարվա պնդումներ է, անընդհատ։ Նշանակում է սա մեր համոզմունքն է։ Հիմա եթե մյուս քաղաքական ուժերի համար սա ընդհանրապես տակտիկա է, մեր համար դա համոզմունք է։ Մենք պետք է բարի լինեն, այդ դեպքում հարգելով մեր համոզմունքը կան դեպի այստեղ։ Իսկ դա ինչ է նշանակում, որ փորձենք համատեղ ուժերով ներկայացնել սահմանադրական փոփոխությունների մեր պատկերացումները, այսինքն այն համակարգային փոփոխությունները, որ մենք պատկերացնում ենք, որ պետք է իրացվի սահմանադրության մեջ, հիմա դրա շուրջ համախմբվենք, այլ ոչ թե մերժենք։ Մերժելով սահմանադրական փոփոխությունները, մենք չենք կարող հասնել իշխանափոխության։ Դուք ինչպես եք տեսնում քառակի հետագա քայլերը կամ համատեղ գործունեությունը։ Ես անձամբ կարող եմ գնահատական տալ, ես տեսնում եմ մշուշոտ, ինչու։ Որովհետև երբ նայում եմ քառյակի մյուս 3 ուժերի առանձին հայտարարությունները կապված սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, հրամայականի հետ, որևէ ձևով չեմ տեսնում նույնական մոտեցում այդ հարցում։ Երկրորդ կարևոր հանգամանքը, ինչ որ արհեստական առաջնահերթություններ է դրվում, պետք է հիմա տնտեսական բարեփոխումներն անենք, հետո նոր սահմանադրական։ Սրանք արհեստական տարաբաժանում են, իսկ ով ասա, որ պետք է զուգահեռ չանենք այդ ամենը։ Ինչ է, ամբողջ երկիրը կամ ամբողջ կառավարությունը պետք է ներգրաված լինի սահմանադրական փոփոխություններում։ Տնտեսական քաղաքականությունը պետք է իրականացնի կառավարությունը, քաղաքական ուժերը եւ հասարակությունները ներգրավվի սահմանադրական բարեփոխումների մեջ։ Սրանք ինչու ենք հակադրում, արհեստական հակասություն ենք ստեղծում, հասկանում եք, եւ այս խնդրը ցավոք արդեն դարձել է ռազմավարական խնդրեմ։ Ռազմավարություն են դարձել որոշ քաղաքական ուժեր, ինչը ես ամենևին չէի ուզենա, որ այդպես լիներ։ Այսօր անհրաժեշտ է, որպեսզի հետևողական քաղաքականություն տարվի մեր գոնե նույնականացնող հարցերի շուրջ։ Օրինակ, սոցիալ-տնտեսական վիճակից ելքն է, որ պետք է համատեղ ծրագրեր իրականացվեն։ Սահմանադրական փոփոխություններում շեշտադրումն է այն հատվածների վրա, որոնք որ ընտրական համակարգում, ժողովրդավարական համակարգերում, սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ եւ անկախ դատական համակարգում խոչընդոտներ են։ Եթե մենք այս հարցերով չկարողանանք իրար հետ լեզու գտնել, շատ հնարավոր է, որ առաջիկայում փլուզվի նաեւ քառյակը։ Շատ հնարավոր է, համենայն դեպս ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, այն սկզբունքային եւ համոզմունքի մակարդակով մեր համար հարցադրումները չեն կարող դիտվել որպես ընթացիկ խնդիր, ընթացիկ հարց։ Մեր 7 կետում արտացոլված մոտեցումները դրանք տարիների ընթացքում ձևավորված մոտեցումներ են, որոնք չեն փոխվում եւ չեն փոխվելու անկախ նրանից դաշնակցությունը ընդդիմություն է, թե իշխանություն է, անկախ նրանից հանրապետական է իշխանություն, թե Բարգավաճ Հայաստանը, ՀԱԿ-ն է իշխանություն, թե հանրապետական, թե ժառանգությունը։ Եթե այդ սկզբունքները, սկզբունքային մեր մոտեցումները չեն իրացվել, կամ եթե այդ սկզբունքային մոտեցումները մերժվում է քառյակի կողմից կամ իշխանության կողմից, մեր համար ինչ տարբերություն։ Օրինակ կարող եք ասել, եթե հիմա իշխանությունը մերժում է մեր սահմանադրական փոփոխությունների պահանջեցկետերով, կամ քառյակի որևէ ուժ մերժում է ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները, մեր համար տարբերություն կա, ով է մերժում։ Պարոն Մինասյան, դուք տարիներ առաջ դուրս եկաք կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, հիմա հայտնի է, որ օրերս Սերժ Սարգսյանը հանդես է գալու հայտարարությամբ կապված հայ-թուրքական արձանագրությունների մասին, ինչպես նաև կան խոսակցություններ կամ այսպես ասած տեղեկատվություն, որ գուցե նա հետ կանչի այդ արձանագրությունը։ Դա կարող է եւս մեկ քայլ հանդիսանա, որպեսզի դաշնակցությունը քննարկի կոալիցիա մտնելու հարցը։ Նախ մենք շատ կողջունենք այդ քայլը, որովհետեւ սա նույնպես, ինչպես հիշում եք, սկզբունքային հարցադրումներից մեկն է մեր։ Միայն այս քայլը բնականաբար բավարար լինել չի կարող իշխանության մեջ մտնելու։
որովհետև նշեցինք, որ մեր 7 կետերը իրար հետ փոխկապակցված են եւ մեր նպատակն է ամբողջությամբ այդ կետերը իրականացնել, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ կետերի իրացման միջոցով է հնարավոր երկրում հիմնարար արմատական փոփոխություններ անել։ Հայ-թուրքական կնճռոտ հարաբերությունները եւ դրա ներքո ձևավորված ներկա իրավիճակը պահանջում ու պարտադրում է, որ օր առաջ պետք է հետ կանչել այդ ստորագրությունը, ինչը էական խոչընդոտ է հանդիսացել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, որքան էլ որ նախագահը պնդի, թե իբր արգելք չի հանդիսացել, փաստը մնում է փաստ, որ այն հանդիսացել այդպիսի արգելք եւ որևէ հիմնավորում, որ արձանագրությունները Հայաստանի միջազգային հեղինակությունը իբր բարձրացել են, մենք այդպես չենք համարում։ Մենք գտնում ենք, որ հակառակը այս արձանագրությունները հաճախ շատ այլ երկրների կողմից օգտագործվում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տորպեդարելու ուղղությամբ, կասեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը այսպես կշտամբեց բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ է առել եւ որպես օրինակ բերեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված բանաձև, արդյոք դա բավարար է համարելու համար, որ գործընթացը կանգ չի առել, կամ եթե ինչ որ այսպես համեմատություն անցկացնել մինչեւ այդ եւ դրանից հետո ինչ որ կարող ենք ինչ որ եզրակացություններ անել։ Ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը կասեցրել է միջազգային ճանաչման, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ավելին Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ վերապահումների ստեյության բանաձևում տվեց Սահմանադրական դատարանը, բոլորն էլ հասկացան, որ առանց նման վերապահումների արձանագրությունը պառակտում է ողջ հայ ժողովրդին։ Եվ հետևաբար այս ընթացքը նաև եւս մեկ անգամ ցույց տվեց, որ որևէ դրական հիմք արձանագրությունները Հայաստանի հետագա միջազգային հեղինակության բարձրացման տեսակետից չի ապահովել։ Այն ընդհակառակը վնաս է պատճառել։ Կշտամբանքներին կարող եմ ընդհանրապես արձանագրել արձագանքել հետևյալ ձևով։ Բնականաբար ամեն մի քաղաքական գործիչ փորձում է իր արած ներկայացնի դրական լույսի ներքո։ Նման մոտեցում է հավանաբար ցուցաբերել նաև հանրապետության նախագահ, ինչը մենք չենք կիսում, չենք ընդունում այդ տեսակետը միանշանակ։ Շատ լավ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնենք, որ մեր հյուրը Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է։ Դուք սպասեք մեր նոր հանդիպումներին, կտեսնենք ցտեսություն։